Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հանդիպումն է եւ այսօր իմ տաղավարի հյուրերն են Արա Պապյանը, ազգային ժողովրդական ԲՎՌ կուսակցության խորհրդի անդամ եւ Դավիթ Խաժակյանը, Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ։ Շնորհակալություն պարոնայք իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես ես ուզում եմ, որ հարգելի գործընկերներ, այսօրվա մեր քննարկումը մենք առաջ տանենք ոչ թե այսպես ստանդարտ ձևով միայն մեկ ինչ-որ թեմա առաջ քաշելով ընդունենք հայ-ռուսական հարաբերություններ կամ արևմտամետներ, ռուսամետներ, ինչ-որ տարբեր տիպի արհեստական օրակարգեր մատնացույց անելով կամ մատնանշելով, այլ մենք քննարկենք այն կենսական նշանակություն ունեցող արդիական օրախնդիր հարցերը մեր պետության եւ ժողովրդի առաջ ծառացած, այսպես հաճախ դուրք չտալով ակադեմիական, այսպեսի բարձր, ուրեմն ոճի եւ այսպես մենք տեսանք, որ անցյալ շաբաթվա ընթացքում ինչ տեղի ունեցավ, տարբեր դեպքեր։ Անընդհատ ոնց որ հեսա մենք գրենք, անընդհատ ինչ որ դեպքեր է տեղի ունենում, ինչ որ հարձակվում են, ինչ որ լուսաբանում են, հետո մոռանում են, մի ուրիշ դեպք է գալիս, որ հետո իբրե մոռացություն է տալի, մյուս դեպքը այդ սկսենք այդ հորդառատ անձրևներից, ասինքն ինչ որ արդեն նայեցինք, ինչ որ գետեր են հոսում, լճեր են առաջանում տարբեր տեղեր եւ այլ, սա կարդինալ հարց է, արմատական հարց է, մենակ ինչքան ես հասկացա տարբեր տիպի տեղեկատվություններից եւ այսպես անձնական զրույցներից շատ վարորդներ կորցրել են իրենց պետհամարանիշները, որտեղ երևի այդ ջրերի այդ հոսելով ինչ-որ փոսերի չեն նկատել, ընկել են։ Ուրեմն մենք տեսանք Արտաշատի, ուրեմն տարածաշրջանում Արարատի մարզում եւ այլու կարկուտը ինչ ավերածություններ է արել, մարդկանց բերքը արդեն փչացրել է եւ անելանելիության ինչ որ մի իրավիճակ է առաջացել։ Սա անկառավարելիության մասով եմ ես ասում։ Հաջորդը մենք չենք կարող չնշել նրա մասին, որ իսկապես այս փուլը տնտեսական առումով ուրեմն բավականին մռայլ ֆոն ունեցող փուլ է, երբ որ հարկերը ըստ էության ոչ թե չեն վճարվում, որ մենք ման գտնենք, թե վարչահարությունը այնքան կոշտա չէ, դե լսում ենք, որ ստեղ պլոմբեցին, ստեղ ուրեմն ինչ որ արգելանք դրեցին, դեղ տուգանեցին մամուլում գնում, այլ ավելի շատ տնտեսական աշխուժությունն է իջել, տնտեսական աշխուժություն չկա, ակտիվություն չկա, դրա արդյունքում հարկերն էլ քիչ է։ Եվ հաճախ երբ որ ուրեմն պետական եկամուտների կոմիտեին ասում են կոշտ վարչահարությունով եւ այլն, սա պետք է համատեղ քննարկվի էկոնոմիկայի նախարարության հետ, որ եղբայր, եթե համեմատում ես 1, 2, 3 տարվա հետ, տեսնում ես, որ կամ անցած տարվա հետ իջել է այդ ակտիվությունը, դիցուք արդյունաբերության ոլորտում մենք ունենք առաջի եռամսյակում 18% անկում։ Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում արտահանումը նվազել է 62%-ով, առաջի եռամսյակը, ներմուծումը 48-49%-ով։ Այսինքն երբ որ այդ ամեն ինչը անկում ապրում, բնականաբար հարկերն էլ քիչ են ավելի։ Իհարկե ես չեմ ասում, որ ամբողջական չվերլուծվեն այդ բոլոր խնդիրները։ Եվ այսպես շարունակ։ Նաև պետք է անդրադառնանք անպայման չեն կարող չանդրադառնալ Երևանի ուրեմն համայնքներից մեկում տեղի ունեցող այդ տխուր դեպքին, որ ասենք թե նոր Նորքի թաղապետարանում թե ինչա տեղի ունեցել։ Եվ այսպեսով առաջինը հարց ուղղում եմ պարոն Պապյանին, պարոն Պապյան, դուք փորձառու գործիչ եք, դիվանագետ, ուրեմն եւ ես ուզում եմ ասեմ, եկեք մի քիչ նայենք, այս դեպքերը անկառավարելիության արդյունք են կամ հետևանք, թե ինչ որ հատուկ մի կետից գեներացվում են կամ մամուլում կամ ԶԼՄ-ներով դրանք շատ գեներացվում են, որ ինչ որ մի բան ստանան։ Ինչա, թե սովորական անկառավարելիության վիճակ։ Խնդրեմ։ Ձեր նշած երևույթները իրենք խորքի մեջ բարդ երևույթներ են, այսինքն հետևանք են նախորդող մի ամբողջ սխալների շարքի։ Եթե մենք խոսում ենք օրինակ հեղեղումների մասին Երևանի, չէ, դա թվում է, որ դա տեղական ինքնակառավարման հարց է միայն, որ այդպես չի, դա ընդհանուր ապիկարության եւ վատ կառավարման հետևանք է, չի կարող համակարգը օրինակի համար անվտանգային ու պաշտպանական ոլորտում, որը բարդ ոլորտ է, այդտեղ ձախողի, բայց մի ուրիշ ոլորտում հաջողի չի լինում, որովհետեւ այս ամբողջը եւ երբ որ մենք տեսնում ենք ներկա կառավարում ինչով աչքի գնում, ցուցադրականությամբ, այսինքն այն որ ասում են PR-ի խնդիր է լուծել։ Հիմա հեղեղատները մաքրելը, ջրատարները մաքրել, դա չերևացող գործ է։ Դրա վրա փող չեն ծախսում։ Ասֆալտ անելը երևացող գործ է։ Թեկուզ կարող է ասֆալտ, այսինքն քանի որ բուն նպատակը ոչ թե արդյունքն է, այլ ցուցադրելը, իսկ այս տարի դա շատ ավելի է սրվել, որովհետև նախընտրական տարի է եւ դրա մասին խոսվելու է։ Հետևաբար սա ընդհանուր կառավարման սխալի հետևանք է,
որը կուտակվել է տարիների վեր հիմա բնականաբար այդ մոտեցումը որ ասենք հիմա տեսեք մենք հարկերի բարձրացում չէ որ կա ասենք հիմա անշարժ գույքի հարկերը բարձրանում են գույքի հարկը այն առումով որ իբր թե դա բերելու է շատ ավելի ֆինանսավորում երկրի վիճակը լավանալու է գոնե այսինքն համայնքների առումով ես դրան չեմ հավատում որովհետև ասում են փող աշխատելը մի շնորհքել է փող ծախսելը երկու շնորհք է մենք տեսնում ենք որ ծախսելու առումով այս իշխանությունները բավականին շատ սխալներ են անում եւ հարկերի բարձրացումը նաեւ պատմական փորձն է ցույց տալ ուրիշ երկրների բերումը մի պահ մուտքերի շատացման, որովհետև մարդիկ ստիպված են դա տալիս, հետո բերում ակտիվության նվազման, ինչի մասին դուք խոսեցին, որովհետև պարզապես ձեռ չի տալի մարդկանց զբաղվել այդ բիզնեսով։ Պարոն Պապյան, հիշեք ձեր այդ թեման դեռ կշարունակենք, հիմա ես ուզում խոսք ուղղեմ պարոն Խաչատյանին։ Պարոն Խաչատյան, դուք բավականին արդյունավետ աշխատող գործիչ եք եղել, ոչ միայն իմ կարծիքն է դա, ասենք եղել եք նաև խմբակցության ղեկավար Երևանի նախորդ գումարման ավականիում Այն ինչ որ մենք պարոն Պապյանը ասեց, տեսեք մենք հորդառատ անձրևների մասին դուք կասեք, որտեղ մոտ եք եղել, չէ՞, թե ջրատարները դա քաղաքապետարանի տիրույթում է, բայց մի հատ մի այսպես կորելացիոն մասով մի բան էլ ասեմ, տեսեք, դուք ճիշտ ասեցիք պարոն Պապյան, որ երբ որ հարկերը բարձրանում են, ուրեմն մի պահ բարձրանում է, հետո ակտիվությունը դրա արդյունքում ընկնում է ու ընդհանուր կորուստ դառնում։ Եթե վերցնենք այսօր հունվարի 1-ից թե փետրվարի 1-ից տրանսպորտի գների ուրեմն բարձրացմանը հասարակական հանրային տրանսպորտում, եթե այս թվերը ուրեմն մի քիչ այսպես շեղումով կասեմ, դուք այսպես կուղեք, ինչքան գիտեմ, այդ երբ որ այդ թիվը դարել է 150 դրամ, ուրեմն հիմա նույն թիվն է հավաքվում օրական կտրվածքով, ինչքան որ 100 դրամի սահմաններում, պայմաններում, եթե չեմ սխալվում, ավտոբուսային պարկի օրական այսպես ուղևորաշարժը 280,000 է 20,000 դա տրոլեյբուսն է եւ եւս 100,000-ը մետրոն է։ Արդյունքում մենք այդ 150 դրամանոց ուրեմն տոմսակի պայմաններում հավաքում ենք կարծեմ օրական կտրվածքով 28 թե 29 միլիոն դրամ, որը նույնն է եղել։ Մի պահ, եթե չեմ սխալվում, սրանից մի 6-7 ամիս առաջ, երբ որ հայ ավտոբուսում ղեկավարությունը փոխվեց 4 միլիոն դրամով ավելացավ, օրական կտրվածքով։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ գինը բարձրացրել ենք, բայց չեն հավաքում։ Հիմա վարչարությունը ոնց պետք է անեն, ոնց չպետք է անեն։ Սա մեկ այլ հարց է, տրանսպորտի գինը ուրիշ բան է, այնտեղ պարկերը սկսելու է կուտակվել մարդու վրա եւ ասեն գույքահարկը մի քիչ ուրիշ է։ Խնդրեմ, գանք մենք այդ անձրևներից միջև հանրային տրանսպորտ։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման արդյունքում հավաքագրումները 1.5 անգամ չի որ ավելացել են, մոտավորապես դրանք նույն թվերն են։ Իդեպ նույն բանը տեղի ունեցավ, երբ կարմիր գծերի վճարները 12,000-ից 10 անգամ եւ ավել աճեցին, բայց 10 անգամ եւ ավել չաճեց հավաքագրումը։ Համայնքը ի սկզբանե նպատակ է դնում հավաքագրումը մեծացնելու, բայց չի կարողանում այդ խնդիրը լուծել։ Ընդ որում, երկու մասով էլ մենք ունենք կառավարչական ձախողում։ Մի դեպքում ասում էին, որ կարմիր գծերը թանկացնում ենք, որպեսզի կայանման խնդիրը որոշակի մեղմենք, լուծենք։ Ակնհայտ տեսնում ենք, որ 1 տարի անց այդ փոփոխությունից որևէ լուծում դրան չի տրվել, եւ նույնը վերաբերում է հանրային տրանսպորտին, որի հետ կապված ես բազմիցս ասել եմ, որ միայն շարժակազմը փոխելը դա որակի բարելավում չի։ Որակի բարելավումը, երբ մարդ սպասում է 5 րոպե ոչ ավել եւ երթևեկում է ոչ սեղմված։ Թեկուզ հիմա ոչ կռացած, որտեվ գազելներ չեն, բայց դրանք ընդհանրապես կոմպոնենտներից մեկն են եղել։ Իսկ ինչ վերաբերում է հեղեղատար համակարգին, մի րոպե միջև հեղեղատարներին անցնելը, պարոն Խաչատյան, իսկ ինչ եք կարծում, որպես էլի այդ ոլորտին համայնքային այդ խնդիրներին քաջածանոթ, այդ գործընթացը կհաղթահարի քաղաքային իշխանությունը, ընդունենք անցնի մի 6 ամիս հետ կապված հավաքագրումների որակի ծառայությունների մատուցման, թե ես ենթադրում եմ ժամանակի ընթացքում կմեղմվի, բայց եթե քաղաքապետարանը որոշի վարչարական ճանապարհով գնալ, այն ինչ հիմա իրենք մտածում են, որպեսզի տեսուչներ լինեն, որոնք գան ու գանեն, ես կարծում եմ, որ այդ որոշման լեգիտիմությունը եւ ընկալումը մարդկանց մոտ ավելի կնվազի եւ հնարավոր է բոյկոտը շատանա, որովհետեւ դա բարդ process է։ Համաձայն եմ։ Խնդրեմ, հիմա հորդառատ անձրևներ։ Հեղատար համակարգի հետ կապված ես բազմիցս այս խնդիրը բարձրացրել եմ։ Խնդիրը նրանում է, որ երբ քաղաքապետարանը անընդհատ տալիս է նոր շինթույլտվություններ բարձրահարկ շենքերի համար, չի հաշվի առնում տվյալ հատվածի հեղատար համակարգի առկայությունը, որովհետև պատկերացրեք
տասնյակ տարիներ առաջ այս ամբողջ ընթացքում հողային շերտը Երևանում ավելի մեծ է եղել։ Ինչքան կառուցապատվել է, այդ հողային շերտը փոքրացել է, քաղաքը ավելի է ծանրաբեռնվել, եւ հետեւաբար այդ հեղեղները ոչ թե գնացել են եւ ներծծվել են հողերում կամ օրինակ թափվել են դեպի կիրճ, ինչպես ժամանակին տեղի էր ունենում, այլ հիմա դրանք բախվում են բետոնի շենքերի։ Եվ դրա արդյունքում պետք է քաղաքապետարանը այս հեղեղատար համակարգը մեծացներ։ Բայց քանի որ հիմա ընդհանուր առմամբ երկրում այսպես բարձի թողի մթնոլորտ է տիրում, ոչ ոք չի փորձում նրանով զբաղվել, ասում են դե Վեոլան է պատասխանատու։ Վեոլան պատասխանատու է եղածը սպասարկելու համար։ Քաղաքապետարանը պատասխանատու է բարելավման համար։ Եվ ես այստեղ պարոն Պապյանի հետ ամբողջությամբ համաձայն եմ, որ դա գործի չերևացող մասն է։ Իրենք սովորեն անել այնպիսի աշխատանք, որը հնարավոր է լուսանկարել, ռիլեր պատրաստել, սթորիներ գցել։ Բայց ներողություն, պարոն Պապյան, նաև այդ զուգահեռ անցկացնենք։ Բայց հնարավոր է որ ասենք թե հիմա վաղը մյուսը ոչ մեկ այդ հորդառատ անձրավներ չի հիշի, հիմա որ գա շոկ համար, հետո կգա ինչ-որ մի բան նորից հորդառատ, ասինքն կարճատև, ասենք 1-2 օրվա հիշողությունը աշխատելու, մարդիկ հանգի շարունակելու են, ասինքն այստեղ երբ որ մենք խոսում ենք քաղաքային մենեջմենտի մասին եւ ընդհանրապես նաեւ պետական կառավարչական, դուք ճիշտ կառավարչական այս ռեսուրսի մասին, մենք պետք է հասկանանք, որ այդ հարցի լուծումը նույնիսկ հայտարարված չի, թե եթե պետքա մաքրեն կամ ինչ-որ տեղեր Վեոլան փոխի, դա ինչ ներդրումային ծավալ է պահանջում, ինչ ժամկետներ է պահանջում, եթե դա անեն, արդյոք կոլապսի կենթարկի քաղաքային տրանսպորտը այդ ընթացքի ժամանակ, հա, ասինքն այս ամեն ինչի մասին նույնիսկ չի էլ մտահոգություն հայտնվում։ Օրինակ ես կուզենայի, որ անպայման գոնե ասեն, այս սրա համար, այս ինչ ներդրումն է պետք, սրա համար, այս ինչ գումար է պետք, Վիոլայի հետ պայմանագրում տես ներդրումային պարտավորություն կա թե չկա, եթե կա, ինչի չի անում, եթե չկա, ինչի չկա, չէ՞, սրանք բոլորը հարցեր են։ Շատ բարի, ես ուղղակի ուզում եմ ձեզ հիշեցնեմ, ասես զուգահեռ անցկացնեմ, որտեղ անցյալ տարի ամռանը Երևան քաղաքի կենտրոնում երևի տես մեկ ամսյա մի 40 օրվա ռեժիմով օրը մի 6-7 ժամ անջատվում էին, ուրեմն հոսանքները, լույսերը, դա պայմանավորված էր Երևան հեկում հրդեհի հետ եւ այդ Երևան հեկի հրդեհը կոլապսի էր ենթարկել ամբողջ համակարգը։ Բացի դրանից մենք հիշում ենք, որ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ է միացված եւ մենք երբ որ ուզում ենք ստեղծենք Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան այդ միջանցքը էներգետիկ, որը չկա, որտեղ դա դեռևս չեն կարողանում տարիներ շարունակ ավարտին հասցնեն, մենք ունեցանք մի քանի ժամ, կարծեմ շատ կարճ հանրապետության մի մասի անջատում ամբողջ էներգոհամակարգի։ Ես ապրիլի 28-ին գտնվում էի ուրեմն եվրոպական երկրներից ուրեմն Իսպանիայում եւ 12 ժամ Իսպանիա, Պորտուգալիա ընդհանրապես անջատված էր ամբողջ էլեկտրաէներգետիկ համակարգը եւ ուրեմն վարչապետը Իսպանիայի հրավիրել էր ազգային անվտանգության խորհրդինից ուղիղ 20 րոպե հետո եւ կամած այն կանարյան կղզիներում էր մենակ պահպանված այն ներքևի Մարբելիայի հատվածում, ասես կամած իրանք կենտրոնում չէ, առաջինը որոշել էին ծայրամասերից միացնելով վերեն եւ դա տևեց 12 ժամ, որ հետո Մադրիդը եւ Բարսելոնը միացան այդ համակարգին, պատկերացրեք, որ տենց բան չէր եղել, որ ամեն ինչ կանգնի, ընդհանրապես հոսանք չլինի, պարալիզացիա, բայց մարդկանց անընդհատ ուրեմն տեղեկատվություն էին տալի, որ ասենք ժամոկես հետո սենց կլինի, 2.5 ժամ հետո սենց կլինի, այսինքն շատ կազմակերպված այդ կոլապսային process-ը կառավարվում էր։ Ինչի եմ ասում։ Սա էլ է կառավարչական քաղաքականության իրականացման ուրեմն մոդել։ Հիմա հարգելի գործընկերներ, անցնենք այսպես մի քիչ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերի։ Պարոն Պապյան, ոնց որ թե այս վերջերս միգուցե ես ուշադիր չեմ այդ գործընթացներին, խաղաղության պայմանագրի մասին ոնց որ թե բան չկա, ասենք չեն առաջ շատ էին խոսում, որ արդեն այս կետերը համաձայնեցվեց, մենք առաջարկները տվեցինք, արտգործնախարարությունը ստացավ եւ այլն, ոնց որ թե այս կարող եմ սխալվում, մի 2-3 շաբաթ դրա մասին ձենձուն չկա, ինչ նախնդիր է ձեր կարծիքով։ Այն է, ինչի մասին ես եւ շատերն էլ բազմիցս արտահայտվել են, այն է, որ Ադրբեջանը չի ուզում ստորագրի որևէ փաստաթուղթ, հատկապես եթե դա անունով էլ թեկուզ եւ կլինի խաղաղության։ Եվ ինքը տարբեր պատրվակներ է բերելու, պահանջներ է դնելու, հիմա կոչվի նախապայման, թե այլ բան, արվում է։ Երբ որ հայտարարվեց, որ 17 կետերն էլ համաձայնեցված են, համաձայնության նշանակում հայկական կողմներ ընդունել, որտեղ նրանք էին 17 կետն էլ դրել, իսկույն Ադրբեջանը պաշտոնապես 1-2-ի մասին խոսեց, հատկապես սահմանադրության փոփոխություն, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարել է եւ արտարդատության նախարարն էլ հայտարարել են, որ փոխվելու է այո սահմանադրությունը եւ հղումը անկախության հռչակագրից հանվելու է։ Դա արդեն ընդունել են այդ պայմանը, բայց դրա համար
պետքա համապատասխան գործընթաց հանրակրվե, պետք է այդքան հեշտ չի լինելու։ Հիմա հանրակրվե կազմակերպելը եւ այլն։ Ինձ թվում է դա կձգձգվի այս բանը, սահմանադրության փոփոխությունը մինչեւ հաջորդ ընտրությունների։ Հաջորդ ընտրությունները կլինեն հերթական թե արտահերթ, դա ուրիշ հարց է։ Ներողություն, այստեղ հենց ես դա եի ուզում, ես նաեւ պարոն Խաչակյանին եմ դիմում, որ կարծիք ասի, պարոն Պապյան, տեսեք, այսինքն ես կարծում եմ, որ գործող իշխանությունը կլինի հերթական թե արտահերթ, ինքը պետքա գնա ընտրության խաղաղության, այսպես դրոշակով, որ ես խաղաղություն բերող իշխանություն եմ։ Այո, պիտի փորձի մի բան հաջողություն։ Ես խաղաղություն բերող իշխանություն եմ, սա իմ խաղակարտն է, այն մյուսն էլ, եթե խաղաղություն չի, ուրեմն դրա պատերազմն է, հակադրի կամ պահանջատիրություն ընդունենք։ Հիմա, բայց եկեք այսպես նայենք, եթե դուք ասում եք, որ դա հանրաքվե պետք է, հենց ես դա եմ ասում։ Ի նկատի ունենանք, որ այնտեղ իրավական խնդիր կա, որ հանրաքվեն ու ընտրությունները նույն օրը չեն կարող անցկացվել, բայց դա կարող են ընտրական օրենսգրքում կամ այլ օրենքների փոփոխություններ անեն, դա այդպես էլ կազմակերպեն։ Այդ առումով ընդունենք 1 տարի դեռևս կա հերթական ընտրությանը։ Ինչ եք կարծում։ 1 տարի իշխանությունը պետք է անընդհատ թմկարի խոսի, որ այս խաղաղություն, նրանք էլ չկնքվի, ասենք ախպեր ջան, դե այս ինչքան ժամանակ պետք է սպասենք, չեն կնքում։ Ինչ կարծիք եք։ Այդ մի տարին տենց ռեսուրս կա, որ իշխանությունը անընդհատ դրա մասին խոսի ու չլինի այդ պայմանագրի կնքումը։ Նայեք, իշխանությունը կարող է ցանկացած պահի արտահերթ ընտրություններ հռչակել, թե վերջի 6 ամիսը չի եղել, մինչև վերջի 6 ամիսը։ Դա կարող է փոխի, դա կարող է փոխի, բայց կարող է։ Եվ դա ես չեմ բացառում, ոչ թե օրինակի համար ժողովրդի ճնշման ներքո։ Պարզապես իշխանությունը միշտ ավելի է պատրաստ ընտրության, քան ընդդիմությունը, հատկապես այն ընդդիմությունը, որը ունի բավարար ռեսուրսներ։ Կարելի է հայտարարել 40 օր հետո ընտրություններ եւ ինքը լինելով պատրաստ, դրան էլ կարող է գնան։ Շատ հավանական է, որովհետև նաև դրսի ճնշումն է շատանում եւ որտեվ այլևս այդ խաղը, որ ես եւ ձեզ հետ եմ եւ մյուսի հետ եմ, այսինքն որ իշխանությունը եւ Արևմուտք եւ Ռուսաստանը հետ խաղում են, երկու կողմերն էլ դժգոհ են, որտեվ երկուստ էլ չեն ստացել ինչ որ ակնկալում էին ստանալ։ Որ դժգոհ են, ինչ կարող անեն։ Դրա համար էլ հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի արագացնի հերթական ընտրությունները, որովհետեւ ինքը իր լծակները հիմա է շատ։ Ինչքան ժամանակ անցավ, այնքան հետո ակնհայտ է, չէ՞ որ եթե բանը հասնում է հերթական ընտրությունների, նշանակում է երկրները պատրաստ են։ Եկեք կոնկրետ խոսանք։ Կիրիենկոն նշանակվել է Հայաստանի պատասխանատուն այս հարցում։ Բնական է։ Հիմա ինքը նոր է նշանակվել, դեռ քայլեր չի ձեռնարկի, որտեղ դեռ ուսումնասիրում է, բայց վստահ եղեք, որ Ռուսաստանը 2-3 ամսից Հայաստանում լուրջ գործընթացներ է սկսելու իշխանապողության առումով։ Ոչ թե այն առումով, որ Նիկոլը դրից դժգոհ է, չէ, ամենայն ինչ որ պետք է արել է, դա ճնշման մեթոդ է։ Նիկոլի Փաշինյանի վրա ճնշման մեթոդը հասնելու ինչ որ ինչ անելու, ինչ են ձեռնարկելու։ Ինչ են ձեռնարկելու, օրինակի համար հիմա գնում է գործընթաց մեծ փողերի փոխանցում, որով ուզում են նոր հեռուստատեսություններ բացել, գնել արկա հեռուստատեսություններ, այսինքն քարոզչական դաշտում տեղավորվում են սկսած բլոգերներ առնելուց վերջը։ Մեծաթիվ մարդիկ են գործողվում այստեղ, որոնք ինչ որ պիտի գործողություններ անել եւ այլն։ Այսինքն անելու են ինչ որ իշխանապողության համար անում են բոլոր երկրները։ Պարզապես Ռուսաստանը սա զգում է ավելի մոտ եւ իշարին համապատասխան լուրջ փողերը դնում, Արևմուտքը չի դնում։ Արևմուտքը սպասում է թե ոնց իր խնդիրները ինքը կլուծի Իրանի հետ եւ Ռուսաստանի հետ։ Դրանից էլ կածանցի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք միգուցե խոսանք, եթե Արևմուտքին հաջողվի Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան այդ միջանցքը ոնց որ ասած կյանքի կոչել, որի համար շատ կարևոր է Իրանի դիրքորոշումը, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա։ Եթե դա չհաջողվեց, նշանակում է կմնա այն ձևով ինչ որ բան, այսինքն մասնակցությունը կլինի բավականին նվազ։ Շատ բարի, պարոն Խաչակյան, տեսեք, ես ուզում եմ այն ինչ որ պարոն Պապյանը ասեց, այսպես դիտարկենք, որ ուրեմն Ռուսաստանը, բարձ է, չեմ ուզում ասեմ, որ երևի ստատուսը այսպես կուրատոր չասենք էլի, այդ Հայաստանի հարցերով զբաղվող պաշտոնյայի ավելի բարձրացել է, որտեղ աշխատակազմի ղեկավարի առաջ տեղակալի կարգավիճակը Ռուսաստանում բավականին բարձր է, մերի նման չի էլ ինչ որ կա։ Հա, հիմա այդ առումով պարոն Խաչակյան, ուզում հասկանամ, տեսեք, հիմա վերջնակետը ընդամենը 1 տարի է, մինչև հերթական ընտրություն, այսինքն 26 թվականի մայիս-հունիս, այնտեղ նայած օրը ոնց կդասավորի, որտեղ հունիսի 20-ն էր կարծեմ, դրանի նախորդող ինչ որ 30-40 օր առաջ կարող է լինի։
նույն ընդհանրենք հունիսի սկիզբ կամ հունիս։ Այս պարագայում եկեք այսպես մի կողմից իշխանության աչքերով նայենք։ Իշխանությունը հետևում է տիրապետում հատուկ ծառայությունները իրան տեղեկատվությունը տալիս են տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ստանում վարկանիշի իշխանության ինչպիսին է, մենք տեսանք նաև 2 օր առաջ Գելափի հարցումները ինչպիսին էին եւ այլ։ Համենայն դեպս էական իջեցում կա իշխանության վարկանիշի, մյուս կողմից այսպես վառ ընդգծված ընդդիմադիր ուժերն էլ տեն շատ ընդգծված չեն երևում, միգուցե դա նաև մարտավարական է, որտեղ եթե ընդգծվեն, իշխանությունը անպայման նրանց նկատմամբ որոշակի միջոցառումներ կձեռնարկի, կարող է ֆալշ ստարտ լինի դա։ Այս պարագայում հաշվի առնելով այս մոզաիկան, այս խճանկարը, ինչ եք կարծում, իշխանությունը պետքա կոշտացնի իր քաղաքականությունը այդ սպասվող ընտրություններից առաջ, թե հակառակը ինքը կիրականացնի, ասենք, ժողովրդահաճո սոցիալական միջոցառումներ, բայց տեսնենք, որ հարկային վարչարությունը բանը չի մեղմանում, ուրիշ ինչ-որ տարբեր կոշտ բաներ չեն մեղմանում, ասենք, ինչ կարծիք եք, ինչ կկատարվի։ Ես կարծում եմ, որ իշխանությունը ունի 2 խաղաքարտ, որոնք գնալով ավելի կորցնում են իրենց արժեքը։ Առաջինը դա խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացն էր, որ ակնհայտորեն չի լինում եւ անգամ նման զիջումների գնով տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահան անգամ այդ ֆորան չի տալիս իշխանություններին, որ իրենք ընդունում են իր պահանջները, բայց փոխարենը նա քայլ չի անում ընդառաջ, որը 26 թվին Փաշինյանին կօգներ վերընտրվելու։ Մի բան էլ հակառակը սրում է, անդադ ասում է ինչքան զիջեցիր, դեռ քիչ է, էլի պետք է զիջես։ Չէ, ներողություն, ասինքն տես մտայնություն կար, որ Ադրբեջանի նախագահը կարող է նենց օժանդակություն ցուցաբերել այդտեղ, որ ուրեմն ավելի երաշխավորված ալներ վերարտադրությունը, հա, իշխանության։ Շատ տեսանելի է, երբ իշխանական մամուլը անընդհատ շրջանառում է, որ Ալիևը ասաց, որ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չէ՞ որ դա վերագրվում է Փաշինյանին որպես կրեդիտ, որ նա շատ մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը կամ խաղաղությանը։ Ասում են չեն ստորագրում, որովհետև այս փաստաթուղթը հոգուտ Հայաստանի է, այնքան լավն է դրա համար չեն ուզում։ Այսինքն նման բաներով։ Երկրորդ հենասյունը ես կարծում եմ Փաշինյանի համար եղել է Եվրաքվեի այդ գաղափարը, որով Փաշինյանը փորձեց հասկանալ դա անի այն ուժերի միջոցով, որոնք բերեցին նախագիծը, թե վերցնի այդ օրակարգը եւ ինքնուրույն տանի, որովհետեւ այդտեղ հստակ քվե կա։ Եվ այս օրակարգը սկսվեց փլուզվել նախ Տրամպին տրվելով, որովհետև աշխարհը եւ աշխարհակարգը փոխվեց, եւ երկրորդ մենք տեսանք, որ երբ օրենքը ընդունվեց, Եվրամիության որևէ բարձրաստիճան պաշտոնյա անգամ չողջունեց, որ ինչ լավ է Հայաստան նման գործողություն է իրականացնում, հավանաբար լուրջ չընդունելով կամ համարելով, որ դա ներքաղաքական ինչ-որ գործընթաց է։ Այս մասով Փաշինյանը ունի լրջագույն խնդիրներ եւ ես համամիտեմ, որ 26 թվականին ընդառաջ դեռևս մի ուժ, որը դոմինանտ երկրորդ բևեռ է լինելու, չի ձևավորվում, բայց փոխարենը կիրառվեց Գյումրիի մոդելը, որտեղ ընդդիմադիր մի քանի ուժեր փորձեցին միմյանց հետ միանալ, դա ստացվեց եւ իշխանությունը թեպետ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, բայց մեծամասնություն չկարողացավ ունենալ։ Արդյոք այսպես համոզված չեք, որ հենց Գյումրու մոդելը որպես փաստ իրանց համար տխուր փաստ ունենալով իշխանության, իրանք արդեն միջոցառումներ կձեռնարկեն, գործիքներ կկիրառեն, որպեսզի նաեւ համապետական մակարդակով այդ տիպի իրավիճակ չառաջանա մի վարքյան եւ երկրորդ իրենց սատելիտ այլ փոքր ուժերի կգեներացնեն, նույն արևմտամետների ձևաչափով, այլ, որ մենք հիմա չենք պատկերացնում, միգուցե իրանց մեջից ինչ-որ բաներ, որպեսզի արդյունքում ապագա իրենց նախագծով համատեղ կոալիցիա ձևավորեն։ Ես կարծում եմ, որ իրենք կփորձեն դիտարկել, հասկանալ, օրինակ հանրապետություն, կուսակցությունը, որը կոալիցիայի մեջ է քաղաքային, որը ամբողջ ծավալով կիսում է Փաշինյանի վարած արտաքին օրակարգը, Արամ Սարգսյանը պաշտպանում է Փաշինյանի բոլոր դիրքորոշումները, կքննարկեն ի վերջո միասին գնան ընտրությունների մի բլոկ կազմեն, թե փորձեն առանձին գնալ եւ եթե հանրապետությունը անցնի խորհրդարանում միանան իրար, բայց օրինակ Երևանում դա չստացվեց, իրանք միմյանց միացան, բայց մեծամասնություն չկազմեցին։ Իսկ Գյումրիում ընդհանրապես Եվրադաշինքը մերժվեց գյումրեցիների կողմից։ Ես կարծում եմ նաեւ անվտանգային
դիտարկումներից ելնելով, որովհետև իրենք գնացել էին մի քաղաքում, ասում էին եկեք ռուսական ռազմաբազան հանենք, որը տեսել է, որ երբ ռուսական ռազմաբազան մի անգամ դուրս է գալիս, երկու անգամ թուրքերը մտնում եւ դուրս են գալիս կոտորած անելով։ Հետևաբար այս իմաստով ես կարծում եմ, որ իրենց օրակարգը գնալով խնդիր է ունենում։ Բայց ես ուզում եի նաև պարոն Պապյանի ասացին մի քիչ սրելով խոսակցությունը, էլի։ Մի քիչ լավ սրեք։ Հա, ես կարծում եմ, որ այսօր եվրոպական տարբեր կառույցների ֆինանսավորումը ազդեցությունը Հայաստանում էապես անգամներով ավելի մեծ է, քան ռուսականը, եթե վերցնենք մամուլի միջոցները, բլոգերներ, USAID-ին նախկինում, որոնք հստակ իրենց դեկլարացիաներում ցույց են տալիս, որ ֆինանսավորվում են եվրոպական կառույցներից, ես կարծում եմ, այստեղ սարուձոր տարբերություն կա, բայց ես չէի ուզի, որ այդ բևերներից որևէ մեկը միջամտեր մեր ներքին գործերին, բայց ես շատ կցանկանայի, որ Ռուսաստանը ունենար հետաքրքրություն տարածաշրջանում միջնորդական դեր ստանձնելու Ադրբեջանի հետ մեր գործընթացներում, որովհետև մեր եւ Ադրբեջանի հարաբերությունները վերածվել են մի Գոլանի ֆուտբոլի։ Ինչ ասում է Ադրբեջանը, մենք անում ենք եւ բալանսավորող ուժ չկա։ Մենք փորձում ենք բալանսավորել։ Այո, որովհետեւ մենք գնացել ենք Շարլ Միշելից հայցում ենք այդ բալանսավորումը, Էնտոնի Բլինկենից հայցում ենք այդ բալանսավորումը, վերջում պարզվեց այս մարդիկ գնացել են թոշակի եւ մեր խնդիրները ոչ միայն մնացել են, այլ ավելի են խորացել։ Շատ բարի, Ես պարոն Խաչակյան ուզում եմ ասել, որ այո, շատ կազմակերպություններ կա, որ իրենց հայտարարագրերում նշում են իրենց ֆինանսավորման աղբյուրները եւ դա արևմուտքին բնորոշ է, բայց ես էլ կարող եմ ասել, որ ռուսական աղբյուրները, ովքեր որ տասնապատիկ ավել են ֆինանսավորում, նրանց մոտ ուղղակի չկա այդ բացահայտ բաց հաշվետվողականությունը, փորձեք ռուսական աղբյուրներից ճշտել, թե ինչ գումարներ այստեղ մտնում եւ ինչ ճանապարհներով է մտնում։ Համամիտ եք, որ այսինքն պետք է դա օրենքով կարգավորել։ Ես օրինակ դրա կողմնակիցն եմ։ Իհարկե պետք է օրենքով կարգավորել բոլոր բաները եւ որոշ բան պիտի արգելել, շատ բաներ պիտի արգելվի։ Ինչպես անում է Վրաստանը այսօր։ Ինչպես շատ երկրներ են անում, ինչպես մեր օրենսդրությունն հաճախ նախատեսում եւ այլն, բայց խնդիրն այն է, որ այսինքն դրամաշնորհները, որ գալիս են, դրանք գալիս են հաճախ այլ անվան տակ, օգտագործվում են այլ ձևով։ Բայց այստեղ ասած հետեւյալն է, Երևանը ուրիշ է, Երևանը։ Ինչա կարծում եք Կիրիենկոն որ եկավ։ Այսինքն ես կարող եմ վստահեցնել, որ ռուսները այն քանակությամբ ուղակի փող կանխիկով եւ այլ Հայաստան են փոխանցում, որ ասենք ամբողջ արևմուտքինը դրա չնչին տոկոսն է։ Պարոն Պապյան, ներողություն։ Այսինքն դուք երկու մեր գործընկերներ ոնց որ այս ֆոնը տենց է ստացվում, որ համոզված եք գրեթե, որ արևմուտքից եւ Ռուսաստանից եկող ֆինանսավորումներն են, որ որոշելու են Հայաստանի ապագան։ Չէ, մենք նման ես գոնե նման բան չասեցի։ Դուք շատ եք ակցենտավորում, շատ եք շեշտադրում դրա վրա։ Այո, որտեվ դա ազդեցիկ է։ Ազդեցիկ է, բայց վճռական է դա։ Մի րոպե, տեսեք, հարցը շատ կարևոր բան է։ Մենք շատ կարևոր ենք։ Մենք քաղաքական կուսակցություն ենք։ Մենք երբևէ ոչ մի ցենտ դրամաշնոր եւ այլ չենք ստացել։ Մենք միակն ենք, որ բացահայտ դրում ենք անուն առ անուն մեր նվիրատները անունը եւ դա անում ենք առցանց եւ այլն դրամահավաքների տեսքով։ Դա բացահայտ է։ Եկեք տեսեք, հիմա շատ པարզ բան եմ ասում, պարոն Պապյան, պարոն Խաչակյան եւ ես էլ որպես երրորդ գործիչ։ Ընդունենք դուրս ենք եկել Երևանի փողոց կամ գնում ենք մարզեր, գյուղ։ Գնում ենք մի որևէ գյուղամիջում կանգնում ենք եւ ասենք սկսում ենք ինչ որ գյուղացու հետաքրող կամ մեր համակարգացն հետաքրող թեմաներով խոսել։ Այդ կենթանի շփման արդյունքում դուք քանի այսպես գործիչ եք տեսել Հայաստանում, որ ժողովուրդը կարող է խանդավառությամբ ընդունի այդ գործիչներին եւ մարդը առանց բանի խնդրի գնա մտնի շփվի։ Օրինակ դուք գնում եք շփվում եք մարդկանց հետ։ Այո, գնում ենք շփվում ենք։ Օրինակ վերջի անգամ որտեղ եք եղել։ Վերջի անգամ ես չէ, բայց ասենք երբ որ մեր կուսակցության անդամ գնացին նույն Գյումրի, ընտրություններից առաջ այդ մենք չենք մասնակցել, մենք երկու շաբաթ փորձում ենք դահլիճ վարձել, որպեսզի հանդիպենք մարդկանց հետ, մեզ այդպես էլ անգամ նրանք ովքեր սքո սրահ կա հանդիսություն սրահել, տվել էին հրաժարվեցին եւ մեր կուսակցությունը ստիպված եղավ պարզապես հրապարակում աթոռները դնել եւ մարդկանց հետ խոսել։ Շատ բարի, չէ, իմ ասածը գիտեք ինչ է։ Իմ ասածն է, որ երբ որ կներեք զանգում եւ սպառնում են մարդկանց, որ դու գնաս այդ մասնակցես, հանրավակ չէ, պարզապես լսես ինչ ես ասում։ Բնականաբար արդեն բան է։ Իմ ասելը գիտեք, ես ուզում եմ շատ པարզ խոսեմ։ Ճիշտ է, տարբեր ֆինանսավորումներ եւ այլ դեր ունեն, բայց տեսեք, սովորական նույնիսկ եթե մարզում դու Երևանի ինչ որ մի թաղամասում ես, ինչ որ Բաքվում ես, ինչ որ մի տեղ ես,
մարդկանց հետ այդ զրուցելու, ճանաչելի լինելու, մարդկանց խնդիրները վերհանելու, այսինքն նենց, որ այդ գործչին նախ հանրային ընկալում լինի ճանաչեն, բացասական ընկալում չլինի, որտեվ այսօր գիտեք, չէ՞, մամուլը ինչ ասես կարա մեկի գլխին սասենց անի կամ նենց անի, այսինքն այդ process-ը դուք տեսնում եք, որ քաղաքական ուժերը, տարբեր հանրային ուժեր, գործիչներ մարդկանց հետ մարզերում, որովհետև ժողովուրդը ինչ ասում, ընտրությունից ընտրություն եք, չէ՞ գալի տենց ամոթորապես, խնդրեմ։ Ես դրան եմ ուզում անդրադառնալ։ Մեր այսօրվա քաղաքական համակարգը էապես տարբերվում է տարիներ առաջվա համակարգից, հատկապես նախահեղափոխական։ Հիմա կա խորհրդարանական երկու բևեռ, այսպես ասենք, երեք ուժ, որոնք ամեն գնով փորձում են թույլ չտալ այլ ուժերի ներգրավումը քաղաքական process-ներին։ Բայց ինչի՞ց եք տենց։ Չէ, կարող է տենց մտայնեցը, բայց հիմա տեսեք ինչա տեղի ունի։ Ինչ փաստարկված է։ Հիմա տեսեք ինչա տեղի ունի։ Նախ երբ փորձում էր մի ուժ ձևավորվել եւ իշխող ուժն էր թիրախավորում այդ նոր ձևավորվող ուժին եւ ընդդիմադիրները։ Հիմա երբ այդ նոր ձևավորվող ուժերը ստագնացիայի մեջ են, օրինակ, չէ կոնկրետ, որ օրինակ երբ որևէ ուժ քննադատում է, ասում է չպետք է լինի ոչ Փաշինյանը հաջորդ Հայաստանի ղեկավար, ոչ նախկին նախագահներից մեկը, Փաշինյանի թիմակիցներն ու նախկին նախագահների թիմակիցները անմիջապես հարձակվում են այդ անձանց վրա, որ ես ինչ ասեցի։ Օրինակ պարոն Սրբազան Աջապահյանը։ Այդ թվում նաև Սրբազանը, բայց այդպիսի շատ օրինակներ կան։ Հիմա իրենք դուք էլ եք ոնց որ չէ տենց ասում։ Մենք էլ ենք այդպես ասում, որովհետև համարում ենք, որ դա մեր երկրի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու մի եք ուղին է, որովհետև գիտեք, եթե Փաշինյանը զրկվի իշխանությունից 26 թվականին, բայց վերընտրվի վարչապետ դառնա նախկին նախագահներից մեկը, հարցը ինչի մենք այդտեղ դրական թե չարիք ենք փնտրում։ Հարցը այն է, որ քաղաքական ճգնաժամը մտնելու է մեկ այլ շրջափուլի մեջ։ Հիմա էլ ասելու են, դե նորից նախկինը վերադարձավ Ուկրաինայի օրինակով, երբ Յանուկովիչը սկզբում հաղթեց Յուշենկոին եւ ավելի վաղ։ Եկեք մի հատ sense նայենք, էլի։ Ես շատ բաներ կա, համամիտ եմ, շատ բաներ կա, չէ՞, տեսեք։ Հետո պարոն Պապյանը կարձականքի, տեսեք։ Երկու բան, որ չպետք է իրար հակադրենք, անընդհատ ուզում ենք իրար հակադրենք ինչ որ երաշխիք տալով, որ օրինակ եթե նախկինները մասնակցում են, ուրեմն փչացնում են ամեն ինչ եւ ոչ մի փոփոխություն չի լինի, որտեղ մարդը ասում է, եթե ես նախկինին տեսնում եմ, ուրեմն թող սա մնա, չէ՞։ Մոտով տենց մտայնություն կա։ Բայց ինձ թվում է դա մի քիչ արհեստական, մի քիչ չէ, լավ արհեստական օրակարգ է, ինչի համար եմ ասում։ Ոչ մեկ չի արգելում։ Ասենք ոնց որ թե ես մի քանի անգամ ասել եմ, որ ասենք Պրեմիեր լիգայում մի քանի Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, Սիթի եւ այլ խաղում են, դու ասես այս երկուսը պիտի չլինեն, որ ես դառնամ չեմպիոն։ Դες բան չի լինում։ Այսինքն մենք արդեն արկա տարիներով արկա, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական իրողությունների հետ, պետք է մենք չենք կարա բռնի, դուք ճիշտ եք։ Չէ, ներողություն, ես այս ավարտեմ, բռնի ուզում ենք դուրս մղենք այս նախկիններին բռնի, բայց ոնց դուրս մղես, որ այդ մարդիկ այդ այլ բան է ինչ գնահատականներ կան։ Իրանց տարիների վաստակը ունեցել են, առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, իրանց վաստակը ունեցել են, այս երկրում ամեն մեկը 8 տարի, 10 տարի, վերջի 2-10 տարի դեր են խաղացել, մենք բռնի ասենք սրանք վերջ, բետոնի պատը քաշում ենք, դու գնացեք ամբողջությամբ ձեր կարծիքը կիսում եմ, բայց մի բացառություն կա։ Հայաստանի բոլոր նախագահներն էլ Փաշինյանն էլ ներառյալ ունեն հսկայական հակավարկանիշ, այսինքն բոլորն էլ ունեն ինչ որ վարկանիշ, բայց ունեն հսկայական հակավարկանիշ, որը երկիրը տես երկիր է, որը երևի բոլորի դեպքում կարող է 50+% կազմում։ Հիմա խնդիրը այդ հակավարկանիշը եւ Փաշինյանինն էլ նախկին նախագահներինն էլ օբյեկտիվ չի, եկեք ընդհանրապես դա չքննարկենք։ Հիմա մեր քաղաքական համակարգի խնդիրը նրանում է, որ մենք կանխատեսում ենք, որ 26 թվականին հնարավոր է երկրի ղեկավար դառնա մի ուժի ղեկավար, վարչապետի թեկնածու, որը ստացել է 20% ձայներ ինքն իրենով, բայց իրեն միացել են շատ այլ ուժեր ու ինքը դարձել է վարչապետ։ Եվ մեր երկրում ինչ ուզում եք արեք, հենց մեկը դառնում է վարչապետ կամ ղեկավար, միահեծան իշխանություն է դառնում։ Ինչ ուզում եք արեք, ես հույսս կորցրել եմ, որ դա ինչ որ մի օր կարող է փոխվի։ Հիշում եք, սենց մի հատ այդ Պուշկինի ատում եմ քեզ եւ քո գահը միահեծան գոռոզ ցար։ Տես բան կա, հենց դա է։ Հին ընկերոջ, հին ցարի եւ նոր ընկերոջ արանքում։ Հիմա այս իրավիճակը կրկնվելու է եւ 26 թվականին, եթե մենք սպասում ենք, որ այդ առողջացումը պետքա տեղի ունենա, այս հանգամանքը պետքա հաշվի առնենք, որովհետեւ ես ասում եմ, մի աղետա Փաշինյանի վերընտրությունը
Մեկը այլ լուրջ ներքաղաքական ճգնաժամ է նախի նախագահների վարչապետ դառնալը։ Արձանագրեմ, որ քննարկումը գնում է հավուր պատշաճի, ճիշտ ուղղությամբ են քաղաքական քննարկումը տանում, ուղղակի կիսատ մնաց ասեմ, հետո պարոն Պապյանը ուրեմն կարձականքի Ինչ է ստացվում, կա երկու խնդիր, մեկը իշխանափոխություն, օրինակ կարող ասենք ամեն գնով։ Երկրորդ նախկինների հետ կապված խնդիր։ Այսինքն մենք հարցը եթե սենց ընդհանուրի մեջ նայենք փաթեթային, ձեր մոտեցումը այնա, որ իշխանափոխություն լինի եւ նախկիններն էլ չլնեն, չէ՞, բարձ իշխանափոխություն լինի մեկ, նախկիններն էլ դե արդեն իշխանափոխություն չի։ Նախկիններն էլ պետքա չէ, դե վերջի ճգնաժամից մյուսին չհասնի։ Այսինքն, ահա, ինչ է, ես ուղղակի նկարագրում եմ ինչ, այսինքն իշխանափոխություն առանց նախկինների, ավելի տենց ձևակերպ, իշխանափոխություն առանց բժիշկներ առանց սահմանի, իշխանափոխություն առանց նախկինների։ Հիմա տեսեք, այս դեպքում մենք ուզում ենք ուրեմն մեր երկրի քաղաքական ներկապնակի, բայց նաև տնտեսական եւ ռեսուրսային ներկապնակի մի մեծ հատված ոնց որ ասես քացով տաս ասես դու գործ չունես, բայց դա անհնար է, այսինքն մենք մի բան ենք քննարկում, որը անհնար է, չի կարելի քաղաքականության մեջ ռեալ պոլիտիկը թույլ չի տալի որ դու անհնար չեղած բաներ քննարկես, որ ոնց որ իմպիչմենտը, չէ, ինչ են ասում չի, որտեղ պարզա որ դա ոչ մեկ չի ստորագրելու այն կողմից։ Հիմա նույնն է սա է, բայց այլ բան է, որ հիմա մենք լրջորեն քննարկենք, թե ինչի այդ պարագայում այդ ստատուս քվոյի, այսինքն իշխանություն եւ նախկին իշխանություններ, այս պարագայում նոր ծանրակշիռ ուժեր չեն առաջանում, սա է մեղը, թե ինչի այդ նոր ծանրակշիռ ուժերը չեն առաջանում, որպեսզի այն նախկինն էլ չգա, այս իշխանափոխությունն էլ լինի։ Այդ դա է խնդիրը, թե ինչի չի առաջանում։ Որտեղ ռեսուրսն է այդ երկու բևեռների ձեռքին։ Ես միգուցե ես մեր երկու կարող է նախկինները ձևավորեն նոր ուժին։ Չէ, նախկինները չեն կարող նոր ուժի ձևավորել, չեն կարող։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր խոսքը եղել է ոչ նախկինն ու ոչ ներկա ազգային ապագա։ Հիմա տեսեք, այո, իրենք ունեն ռեսուրսներ, բայց ես մի բան կարող եմ ասել եւ դա բազմաթիվ այսպես արձագանքներ ա եղել։ Նախկինների մուտքը քաղաքական դա ցանկացած հարցազրույց, ցանկացած հայտարարություն, որ իրենք փորձեն վերադառնալու Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձրացնում է։ Դուք ասում եք ինչու, թող երրորդ ուժին տա։ Մենք ընտրություններ ա եղել, ասենք մարդիկ մեզ մոտեցել են, ասել են, գիտեք, մենք ձեզ էինք քվե տալու, բայց երբ որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից 2 օր առաջ մեծ հանրահավաք կազմակերպեց, մենք վախեցանք, որ ինքը կարող է իշխանություն գա, որտեվ Նիկոլին ատում ենք, իսկան ավելի ենք ատում։ Դրա համար նրան տվեց, եթե մենք իմանայինք Նիկոլը իսկան ձայներ հավաքելու, ձեզ կտայինք, եւ բազմաթիվ նման դեպքեր։ Նա կա իրողություն։ Դրեք մի կողմ պատճառները հիմնավոր է, հիմնավոր չի եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը վարպետորեն խաղարկել է նախկինների վերադարձի սպառնալիքը, այդ որը խոսում ենք հակա ռեյտինգի մասին եւ այլն, այո, դա կա։ Եվ դա փաստորեն ինքը վարպետորեն օգտագործում է։ Եվ հիմա գնալով դա սրվելու է։ Այ հիմա տեսնեք նոր ինչ որ մարտի 1-ի վերաբերյալ նոր վերաբացվել է գործը, հեսա կսկսեն էլ ինչ որ բաներ, նոր դատեր գնալ, բայց հիմա ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանը օգտագործել է երկու գործոն։ Նախկինների վերադարձի սպառնալիքը իր բոլոր Բայց աշխատում է հիմա։ Աշխատում է, լավ աշխատում է։ Բայց Գյումրիում ինչի՞ չաշխատում։ Լավ աշխատում է։ Ներողություն, Գյումրիում գնացին, հենց դահլիճում հայտարարեցին, դա ու չաշխատեց։ Գյումրիում չաշխատեց դա, Գյումրին սպეციფიկ քաղաք է։ Եթե հիշում եք, ես այստեղ ասել եմ, Գյումրիում ընտրություն եղել էր փողի եւ գողի։ Ներողություն, Գյումրիում որևէ գաղափարական ընտրություն չի եղել։ Ես համաձայն չեմ։ Ես համաձայն ձեր իրավունքն է։ Ես եղել եմ փողի եւ գողի ընտրություն ա եղել։ Մի րոպե, դու Գյումրեցուն թերագնահատում ես։ Ինչ կապ ունի, այդ դες իրողությունն եմ ասում։ Ոնց Գյումրեցին մեր սովորական մեր համակարգացին։ Այո։ Այսինքն շատ մեծ տարբերություն կա։ Ես կուզեի մի քիչ այլ տեսանկյունից Գյումրի։ Վանաձորցու։ Ես մի քիչ այլ տեսանկյունից կուզենայեմ հոտենալ։ Վարդան Ղուկասյանը կոալիցիոն քվեարկության միջոցով հաղթեց եւ ընտրվեց քաղաքապետ։ Հիմա գիտեք, ես անգամ չեմ ցանկանում անձնավորված հարցին նայել։ Ես որպես ավելի երիտասարդ գործիչ ցավ եմ ապրում, որ մեր անկախության այս 30 եւ ավել տարիների ընթացքում 90-ականների առաջնորդությունը չի ստացվում, որ ունենա
համապատասխան փոխարինողներ, որոնք չեն ունենա այդ ընկալումը, որ հա իշխող ուժի կողմից ես, դրա համար քեզ չենք ընտրում, ինչպես է եղավ ընդհանրում եմ Սարիկ Մինասյանի դեպքում, եւ գար մի նոր մարդ, ավելի երիտասարդ, չգիտեմ, օգտվելով փորձառությունից իր նախորդների եւ մենք չունենայինք մի իրավիճակ, երբ պարոն Ղուկասյանը, ով ընտրվել էր առաջին անգամ 90-ականների վերջին, հա 2000-ականներին պաշտոնավարել էր, կրկին վերընտրվել, այսինքն մեր քաղաքական համակարգը անգամ տեղական մակարդակի նոր առաջնորդների չի ծնում։ Պարոն Խաչատրյան, տեսեք, դա նրանից է, որ երկու բան կա, էլի, մեկը մենք միգուցե մեր այսպես դինամիկայի մեջ կամ ակադեմիական լեզվով ասած շարժընթացի մեջ մեր ժողովրդի բնավորության, մոտեցումների փոփոխությունները չենք կարողանում գնահատենք։ Մարդը օրգանիզմն է, չէ՞, տենց 20 տարեկանում բժշկի չես գնում եւ այլն, տարիքդ մեծանում է 50-60 տարեկանում արդեն պետք է հետազոտվես, սա, տարբերություն կա, չէ՞։ Նկարներն էլ նայում եք, հիմա նույնն էլ է դա։ Այդ տարբեր երկրներ են, տարբեր ժամանակներ են, մենք մեր ժողովրդին պետք է լավ ճանաչենք։ Այդ բոլոր գործոնները, որոնք ազդում են մարդկանց հոգեբանության վրա, քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառվում, այդ ձեր ասած ֆինանսավորումներն է տարբեր տեղերից գալի։ Սրանք մարդկանց ես որ բուհում աշխատում եմ արդեն մի 40 տարի, ես ուսանողների այդ դինամիկան որ նայեմ, սար ու ձորի տարբերություն է։ Բացասական իմաստով։ Չէ, ոչ, ես ոչ բացասական, ոչ դրական, այն ինչ որ։ Դե հիմա տեսեք։ Դե եւ ես վերջացնեմ, եթե քիչ դուք ասեք։ Ուրեմն այս ամեն ինչը զգալով մենք պետք է հասկանանք, որ ամեն ընտրության արդյունքներ պայմանավորված են տվյալ կոնկրետ փուլի, նույնիսկ այսպես կարճաժամկետ փուլի, այսպես գեներացիայով, կենտրոնացմամբ մարդկանց ուղեղների մեջ եւ այդ բանը, որ ես ասում Գյումրիում չաշխատեց, նախկինների թալանը չաշխատեց այնտեղ։ Հակառակը դրա դեմ ասեցին, մի անգամ ասել եք, սենց ա եղել, դե որ նույն բանը երկրորդ անգամ ասվեց, ուրեմն դա որևէ բան չի բերում։ Ու չաշխատեց։ Նույնը ելնելու է հիմնականում երկրում ուրիշ դրոշակ պետք է բերի, ուրիշ խաղակարդ, ես ասեցի, դա խաղաղության խաղակարդ պետք է։ Մյուս բաները չեն աշխատելու։ Մեկ բան էլ կա, որ ես կարծում եմ ի վնաս իշխանության աշխատում։ Հիմա տեսեք, ստացվում է այնպես, որ կարելի է թաղապետարանի ներսում մարդ ծեծել ու ասել դա արել ենք ինքնիշխանության համար։ Եվ հաջորդ օրը կուրծք ծեծել ու ասել, որ Գյումրիում կրիմինալն է հաղթել։ Հիմա կրիմինալը ո՞րն է, որ թաղապետի ընդունարանում 10 քանի հոգով հարձակվում են մեկ անձի վրա, այդ անձը շարունակում է պաշտոնավարել, վերջում ասում է, դե ես տղամարդ եմ, այդպես պետքա վարվեի, այդպես է փոփոխությունը լինում։ Այդ ուժերն են մեզ Եվրոպա տանում։ Հիմա այս տենդենսը մարդիկ որ տեսնում են, վերագրում են նաև Փաշինյանին։ Ասում են, սա ձեր բերած բարքերն են։ Կներեք, նախկին իշխանությունների ժամանակ 1-2 անձ են էլ շատ կարկառուն ճակերտավոր կարող էին ասել, դե պետք է ծեծեն։ Հիմա ես մարդը մեկին ծեծելա, հայոյելա, իր ուժի ղեկավարը, որ ամեն օր լրատվամիջոցներին հարցազրույց տալիս ասում է Աստծու բարին, ասում է դե իրեն հայոյել են։ Չի հաշվի առնում, որ ինքն է հայոյել նախ, հետո ինքն է ծեծել։ Հիմա էլ ասում են դե ինքնիշխանության համար ենք դա։ Հարգելի գործընկերներ, մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, այդ ցավոք սրտի ես ուզում եմ մի քիչ ավելի դրական նոտաներով մենք ավարտին հասնենք։ Տեսեք, բայց կարող է այս իրավիճակը ինչ որ պարոն Խաչատրյան դուք նկարագրեցիք, հանկարծ դառնա սովորական առօրյա գործընթաց մեր իրականության մեջ, որ երբ որ 90-ական թվականներին լցոնումներ էին անում բիրտ, չէ, բերում լցնում էին, գալիս էին, լցնում էին, գնում էին։ Հետո եթե բան ոստիկանությունը պահում էր եւ այլն, հա, հետո փոխվեց, ավելի քաղաքակիրթ ձևերով ինչ որ բան արեցին։ Կեղծելը ավելի նուրբ են։ Հա, հիմա էլ ավելի վարչական ռեսուրս տարբեր ձևերով եւ այլն, դա չի խնդիրը։ Այդ հետևանքային անպատժելիության հետևանքային խնդիրները, որ կարելի է այսպես անել եւ դա կդառնա սովորական օրակարգ։ Չէ՞ որ այդ նայում են եւ կարող է մի ուրիշ տեղ էլ փորձեն դա, չէ՞։ 2 օր առաջ ընդդիմադիր ավականու անդամի մեքենան փորձել են հրկիզել։ Ստեփան Գևորգյան։ Չէ, ցավալի է, բայց մենք գնում ենք ոչ ցանկալի է ձեր ասած տարբերակով։ Քանի որ անպատժելիությունը ծնում անոր հանցագործություն եւ դա արվելու է։ Այո, խմբով հարձակվում են շենքի ներսում մարդ են ծեծում, ինչի որտեղ մարդը համարձակվել է բացահայտել։ Հիմա տեսեք, ես ինչի հաղորդման սկզբնամասում ասեցի, այսինքն մենք քանի գնում ենք դեպի նոր ընտրություններ, այնքան տարբեր գործոններ են ձևավորվում, ակտիվանում առաջ գալիս, վարկանիշները ընկնում է, ոչ միայն իշխանության տարբեր, եւ սա ինչ որ շարժումներ է,
չէ, սա ինչ որ ասենք այնտեղ ինչ ա եղել, բացահայտել են ինչ որ մի բան, որպեսզի դա հետևանք չունենա, փորձել են այդ ձևով կանխարգել են, չի ստացվել եւ այլ եւ այլ։ Հիմա ասում եմ Աստված մի արասե, որ մենք այդ տիպի նորից երկիր դառնանք, երբ որ դա կդառնա սովորական առօրյա բան։ Մարդուն ծեծել ու ասել դե հաջողություն, սա էս ինչի համար է։ Չէ, այն որ մեզ ոչ թե մի օքու, մեր ամեն ցույցի ընթացքում 100 եւ ավել մարդ ծեծվում էր եւ բերման էր ենթարկվում։ Ուղղակի դե մեզ էին ծեծում, բևերին դա մասին կարելի էր չխոսալ։ Տեսագրություններ է գա, այսինքն ոնց որ ասած դա նորմա էր, որ ոստիկանությունը կարող է հարձակվել վայրենու նման մարդկանց ովքեր մայթում քայլող էին, մարդիկ ովքեր ընդհանրապես կապ չունեին, ծեծում էին, բերման էին ենթարկում, որովհետև չգիտեք ինչ է, կարծեմ Յուլիուս Ֆուչիկն ասում է, երբ որ կոմունիստներին տարան, երբ որ բևերին էին ծեծում բանանում, ժողովուրդը լռում էր։ Հիմա հերթով ծեծելու են բոլորին։ Հերթով ծեծելու են բոլորին։ Այո, որովհետև ասինքն ինչ ծեծվողների որովհետև իշխանությունը եթե հասկանում է, որ ինքը չի կարողանում այլևս խաբել, ինքը դիմում է ավելի բռնի ուժի կիրառման, եւ սա դրսեւորումներն է։ Բերանը փակելու տարբերակ է։ Հիմա այդ երիտասարդը Չախոյան, այսինքն իրա բերանը փակեցին ամեն դեպքում, վրեն գործ են հարուցել, կասեն դու իրավունք չունես խոսալ որևէ բանի մասին, մինչև դատական վճիռը եւ լինի եւ բերանը կփակեն։ Կարող է չդատեն, բայց հասան իրանց ուզածին, բերանը փակեցին։ Պարոն Խաչատյան, ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ես կարծում եմ, որ այս գործընթացները 26 թվականին ընթառաջ իրենց նստվածքը ի վնաս իշխանության տալու են, բայց մեր խնդիրը առաջնային այդ նոր այլընտրանքը ձևավորելն է եւ 26 թվականի ընտրություններին այնպիսի առաջարկ ներկայացնելը մարդկանց, որ մարդիկ չփորձեն ընտրություն կատարել էլի նախքին ներկա առանց թիրախավորելու այս բաժանումները, հա, մենք տեսանք մեր երկիրը դա ինչին հասցրեց եւ տա Աստված, որ ռեսուրսի հարցը այստեղ դառնա երկրորդական եւ այն քաղաքական միտքը, խոսքը, որ կարող է մարդկանց տեղ հասնել եւ ի վերջո ցույց տալ, որ մենք չպետք է կրկնենք այն նույն սխալը, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։ Յանուկովիչ, Յուշենկո այս փոփոխությունը, որի արդյունքում երկիրը ընկավ մի նոր հորձանուտի մեջ, մենք դա տեսել ենք եւ չենք ուզում երկրորդ անգամ դրանով Շատ բարի, հարգելի գործընկերներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Այսպեսի մի ֆորմուլա փաստորեն ձևավորվեց, մեկը իշխանափոխություն առանց նախկինների, որը ես կարծում եմ անհնար է, այդպես բան չի կարող լինել, որովհետև մենք չենք կարող ստատուս քվոն այն ինչ որ կա ռեալ եւ ռեսուրսային եւ ֆինանսական եւ տնտեսական եւ ինչու՞ չէ վարկանիշային այդ բան անենք, ոնց որ արհեստական են կողմ դնենք։ Երկրորդը դա այնա, որ մենք անընդհատ սպասում ենք, որ այս մի հատ շատ պայծառ վառ նոր ուժեր կամ ուժ կամ մարդ, չէ՞, սենց են ասում, ուժը չէ, էլի մի հատ մեկը պետք է առաջանա, որ հետևից ժողովուրդը հավատա գնա։ Էդ էլ կարծես թե ով պետք է առաջանա, տարբեր բաներ են ասում։ Այս ինչի ռեյտինգը սենց է, ամենամաքուրը այս ինչն է, ամենաես ինչ։ Բոլորս հասկացանք ում մասին եք ասում։ Դες բաներ մի քիչ չէ կարող է էլի կամ որ մենք հələ մնում է ստվերում ասում է հենց պահը գա որ ֆարստարտ չանենք էլի որ եւ այլն հա հաջորդը դա նայա որ ես ուզում եմ մի քիչ ավելի խորքային բան նայենք այն ինչ որ կատարվում է այդ թաղապետարանի ծեծը չգիտեմ ուրիշ դաժանություններ կոռուպցիոն բաներ կան որ չէ կալանավորումներ այդ սննդի անվտանգության տեսչակամարների ղեկավարին եւ այլ անդադ հանդիպում ենք տեսեք բայց մենք քիչ ենք խոսում եւ շատ չենք խոսում ես կարծում եմ այդ հարցը ես անընդհատ կգեներացնեմ մեր նոր պրոյեկտ տնտեսական ալիքես նախաձեռնության շրջանակներում մենք քիչ ենք խոսում տնտեսական հարաբերությունների դեֆորմացիաների մասին ասենք ինչպիսի համակարգա 7 տարի առաջ եղել ստատուս քվո տնտեսական մոզաիկան խճանկարը շուկաների համակենտրոնացում մրցակցության որակ մրցակցային հարկային վարչարության եւ ինչ կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունեցել տնտեսական բլոկում արդյոք դա բան փոխվել է թե չի փոխվել ասենք այն որ ասում էին արտոնություններ էին տալիներ հիմա դրանք կա թե չկան թե ազատենք բայց ինքը տնտեսական օբյեկտիվ պայման չունի որ աշխատի որովհետեւ ցանցերը արդեն կան եկեք մենք միասին երեքով ինչ որ բաներ ում պետք է տանք օ կիլո չենք տալու յուղական խանութներին այսինքն բաներ կա որ լուրջ շատ լրջագույն վերլուծությունների դա է մեխը որովհետեւ տնտեսական հարաբերությունների լրջագույն վերլուծությունն է որ բերում ֆինանսավորումա քաղաքականությունը որ չսպասենք թե այս կողմից կամ այն կողմից ով ինչ է ֆինանսավորելու այլ տեղական ուրեմն պահանջարկի հիման վրա այդ ֆինանսավորումը գնա եւ սնուցեն ձևավորեն պահանջարկ նաեւ քաղաքական համակարգի նկատմամբ։ Այո, եւ իշխանությունն չճնշի այն գործարարներին, ովքեր փորձում են օրինակ ընդդիմության որևէ ուժի աջակցել, իսկ դա կա։ Դեպքում եկանք նրան, որ իշխանությունը իր քաղաքական իշխանությունը վերաձևավորումը արդեն
որպես ճնշման գործիք բոլոր ուժերի նկատմամբ եւ սա որ մենք արդար ընտրություններ չեն ունենում բայց պիտի ինչ ասեմ եթե հնարավոր եղավ ձևավորել ժողովուրդ -4 տարբերակով ինչ որ չգիտեմ կոալիցիա կոչեք ինչ այսինքն եթե 4-ից որևէ մեկը մնաց Նիկոլը ախտելու այսինքն Նիկոլն 4-ի մեջ է եթե նախկիններից որևէ մեկ առաջադրվի որպես բան վարչապետի տեխնացու իմացեք ժողովուրդը տալու է Նիկոլին Այսինքն մի րոպե այդ շատ հեշտ ասել է դրանով դուք անդադ ուզում եք հիմնավորեք թե ոնց պետք է վերարտադրվի իշխանությունը Չէ ես ուզում եմ ասեմ որ ժողովուրդ Այսինքն ամենահեշտ բանն է ասել տես որ վերարտադրվի ասենք բա մենք ասում ենք որ նրանք եթե կան Գոնե այդ բանը մեզ չպետք է ասեմ մենք այն բանն ենք որ այնքան ենք պայքարել եւ փողոցում ենք պայքարել ամենտեղ էլ պայքարել ենք եւ բան ուղղակի խնդիրը հետեւյալն է կա իրողությունը հետեւյալն է երբ որ դու ժողովրդին ընտրության առաջ ես դնում նախկինները թե ներկաները ինքը գնալու է ներկայի հետեւյալով PR-ի առումով ներկաները մեծ առավելություն են որտեղ նրանք իշխանություն են նայեք մեզ մոտ միշտ ընտրություններին հաղթել է իշխանությունը չի եղել մի դեպք որ իշխանությունը պարտվի Այսինքն մենք եկանք այն եզրակացության որ միջև ընտրությունները պետք է արդեն էապես մթնոլորտի բեկումը լինի որ նոր ընտրությանը հանգիստ այսինքն դուք ոչ նախկին եք Ոչ էլ իշխանություն եք, չէ՞։ Խնդրեմ առաջադրվեք գնացեք ընտրությանով խանգարում։ Պարոն Էլցինա, ես ձեր վերլուծության հետ համամիտ եմ, որ նախկին նախագահները ռեսուրսներ ունենալով իրենք մաս են կազմելու այդ իշխանափոխության։ Ես այդտեղ վեճ չունեմ, դա շատ հասկանալի է, բայց ես չեմ կարծում, որ իրենք պետք է լինեն լոկոմոտիվը եւ միահեծան փայատերը։ Դա օգտակար չի լինի մեր երկրի համար։ Շատ բարի, հարգելի գործընկերներ, իսկապես մեր հաղորդումը կարծում եմ դուք էլ համամիտ կլինեք, որ տենց ստանդարտ հաղորդում չէր, որտեղ որ գնում ենք, սկսում ենք հայ-ռուսական, հայ-արեմ բանը իրար դեմ ենք հատեսակ, այսօր դուք արեմտամետ եք, չէ՞, այսպես բան։ Դուք էլ ռուսամետ եք։ Ես այդ բաժանումների ընդհանրապես կողմնակից չեմ։ Ես հայամետ եմ, ասինքն այսօր 3 կողմերն էլ արդեն 3 կողմերն էլ ներկայացված են այստեղ Ինչևից է, մենք կարծում ենք, որ մենք դեռ կշարունակենք մեր կոնսուլտացիաները, հաղորդումների, բայց դա ինչպես ասում են, հաջորդ դասին, ինչպես այսպես ասում ենք, սիրելի հեռուստադիտողներ, հայրենակիցներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Տեսեք, այնպես պետք է լինի, ես քաղաքական ուժերի համար եմ ասում եւ նաեւ տարբեր հանրային գործիչների, որ ոչ թե գեներացվեն տարբեր դեպքեր, այդտեղ մարդ ծեծեցին, այնտեղ գողություն եղավ, այնտեղ կոռուպցիոն սկանդալ եղավ, այնտեղ մեկը sense բան ասեց, ու անընդհատ այդ բաների հետևից մարդկանց խոսույթը, մարդկանց ուրեմն ինչ որ խոսում են, դրան արձագանքեն ու մոռանալ, դա նշանակում է շեղել ամեն ինչից։ Պետք է այնպես լինի, որ ուրեմն լինի տեսանելի, պարզ, ուրեմն այսպես մարդու համար, ես որ ասում եմ գնանք մարզեր կամ բակեր գնանք մի հատ ժողովրդի հետ խոսենք, ես չեմ էլ տեսնում այդքան որ այդ շփումը կա։ Պետքա պարզ լինի, որ հետո չասեն, որ այ այս ինչը ձայն չհավաքեց, որտեվ իր ծրագրերը չկարողացան հավուր պատճաճի տեղ հասցնել։ Դա էլ ստանդարտ բանն է։ Այսպես է, չենք սպասելու, որ նոր Սասունցի Դավիթ առաջանալու, կա այս պահի դրությամբ ինչ որ կան։ Կառաջանա, նոր դրա մասին մենք արձագանքենք։ Մինչև հաջորդ շաբաթ։